լույս առավոտին շարունակվում մենք շտապում ենք ուղղակի ուզում ասի նաև մենք շատ ուրախ ենք որ մեր հեռուստայտողն ավելանում են մեր երկրպագուները, մեր TV, մեր հաղորդման, օրեցօր նրանք շատանում են։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Այո, շնորհակալ ենք որ դուք կաք, որովհետև եթե դուք մեզ չնայեք, մենք չենք ստանա աշխատավարձ։ Եվ այսպես, ներկայացնեմ մեր առաջին հյուրերին, բայց թեման ապրիլի 30-ին, 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։ Ընթացիկ եւ եզրափակիչ համերգի մասին խոսենք մեր հյուրերի հետ, բայց մենք հյուրեր եւ Բելգիայից եւ Ֆրանսիայից։ Եվ այսպես մեր հյուրերն են Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը, բարև լույս, Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Ռալֆ Զիգետը, բարև լույս, bonjour, եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն մեր ընկեր արդեն դարձած շատ սպասված հյուր Ֆելիքս Բաբուրյանը։ Բարի առավոտ։ Դուք մենք ձեզ արդեն չեք գրավում, որպես հյուրի դուք մեր ընկերն եք, շատ սպասված մարդ եք։ Նմանապես։ Ու մինչև կանցնենք այն թեման ինչի համար այսպես ասած հավաքվել ենք, ես գիտեմ որ դուք մի քանի օր է երևի ինչ վերադարձել եք Ամստերդամից։ Այո։ Հեշտեք ռելաքսից հետո միանգամից միանում աշխատանքին, թե այդ ռելաքսի ընթացքում միշտ ձեզ ուղղորդում է աշխատանքը եւ երաժշտությունը։ Այդքան էլ ռելաքս չէր, ճիշտ ասած, աշխատանքային հանդիպումներ էին, բայց միանգամից ադապտացվում արդեն սովորել եմ։ Վաու, շատ լավ։ Ինչպես եք ընտրել ծրագրի երաժշտական ուղղվածությունը, կա կոնկրետ գաղափարական գիծ։ Մայստրո Զիգետի հետ մենք արդեն երրորդ անգամ ենք համագործակցում եւ բնականաբար բոլոր տարիներին համընկել է որ Զիգետին հրավիրում ենք ֆրանկոֆոնիայի շրջանում, այս երկամսյակի շրջանակներում եւ երրորդ անգամ արդեն ներկայացնել ենք ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործություններ ու այս ծրագիրը եւս քննարկվել է միասին նրա հետ համատեղ ու նաեւ մենք համագործակցում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Ֆրանսիական ինստիտուտի հետ եւ նրանց հետ համատեղ եկել ենք այս որոշմանը, որ որպես փակման գալա համերգ այս ծրագիրը ներկայացնենք, կարծում եմ, որ շատ սիրելի է Կարմեն Սյուիտը, Լիզե Շեդրինի եւ բացի այդ էլ նաեւ Հրայր Կարապետյան ներկայացնել են 3 շատ գեղեցիկ ստեղծագործություններ Ռավելից, Սարասատեից եւ Ֆորեից, կարծում նաեւ իրենք այդ մասին կխոսեն, ինչու հենց այդ ծրագիրը, որովհետեւ Հրայրը շատ գեղեցիկ ներկայացնել է ջութակով այս 3 ստեղծագործությունները մեր նվագախմբի հետ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Միջազգային համագործակցությունները Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա, ինչ նոր որակ են բերում երաժշտությանը։ Առհասարակ հարաբերությունները եւ համագործակցությունները արտերկրի հետ հնարավորություն է տալիս մեր հանդիսատեսին ներկայացնել ֆրանսիական երաժշտությունը, դեպ մեր նվագախումբը շատ ակտիվ է աշխատում Հայաստանում լիազորություններ իրականացնող դեսպանությունների հետ եւ նրանց հետ համատեղ մենք ներկայացնում ենք այդ երկիրը ներկայացնող ստեղծագործություններ իտալացիների հետ, գերմանացիների հետ, ֆրանսիացիների հետ, չեխերի հետ, այս դեպքում ունենք բնականաբար ֆրանսիականը եւ շատ հաճելի է ունենալ ֆրանսիական երաժշտություն Հայաստանում, բացի այդ հաշվի առնելով նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները, որը այս երաժշտության եւ արտիստներին հրավիրելով ել ավելի է ամրացնում։ Կարծում եմ, որ այսօր մեր հանդիսատեսի շրջանակներում կլինեն բազում ֆրանսիացիներ, որովհետև Ֆրանսիայի դեսպանությունը նաև հրավիրում է իրենց կոլեգաներին դեսպանություններից եւ նաև այն ֆրանսիացիներն, ովքեր ապրում են Հայաստանում, կարծում եմ, որ բավական հետաքրքիր երեկո է սպասում ես։ Դե հրայր, ես գիտեմ, կօգնեք մեզ հաղորդակցությունը մեր հյուրի հետ։ Փորձեմ ամեն Այո, մինչև կանցնենք ձեզ, եթե թույլ կտաք, խոսենք մեր հյուրի հետ, մայստրո հետ։ Սա երրորդ արդեն համագործակցությունն է եւ այցելությունն է նրա Հայաստան, ու ես վստահ եմ, որ նա ամեն անգամ այցելելով Հայաստան նորովի է հասկանում եւ ընկալում մեզ, մեր երաժշտությունը, Հայաստանը, հային եւ երրորդ անգամ լինելը նաեւ փաստում է, որ նա շատ սիրվել է հայ հանդիսատեսի կողմից, բացի այն, որ իհարկե համագործակցությունները շատ մեծ են, բայց որքանով է կարևոր իր համար գալ Հայաստան եւ ելույթ ունենալ մեր հողի վրա։ Alors, ça c'est la troisième fois pour toi en Arménie. Et tu peux me dire, c'était comment pour toi les 3 fois? Est-ce qu'il y a différence première, deuxième, troisième fois, et aussi le public a aimé les concerts avec toi, voilà, ici.
Et dire un peu ton expérience ici en Arménie. Et voilà, c'est ça. Ոնց ասացի, թե թարգմանեցիք, հա։ Ah, voilà. On va traduire par petits morceaux. Hein. Bon, petit morceau, c'est ça. Donc, la première fois que je suis venu en Arménie, c'était en 2022. Ուրեմն 2022-ին առաջին անգամ եկել եմ Հայաստան։ Donc c'était une découverte complète. Je n'avais aucune idée à quoi je m'attendais. C'était la première fois que je dirigeais en dehors de l'Europe. Սա դա առաջին անգամն էր, որ ես Եվրոպայից դուրս էի չափ տալիս եւ իմ համար մեծ բացահայտումներ էին։ Félix m'avait contacté pour le programme avec le Carmen de Chédrine qu'on dirige et c'était absolument formidable. C'était une musique que je ne connaissais pas, c'était vraiment une découverte très intéressante. Առաջին անգամ եւս Ռալֆը չափատվել այստեղ Շիդրինին Կարմեն Սյուիտան եւ իր համար էլ բացահայտում էր, որտեղ ինքը դրանից առաջ չէր ղեկավարել այդ գործերը դեռ որ։ Donc j'ai rencontré l'orchestre national de chambre et les musiciens étaient très volontaires, très virtuoses. Parfois, il y avait quelques frottements, mais c'est des personnes qui sont très impliquées musicalement, elles sont très intenses et du coup, ça donne des concerts qui sont vraiment extrêmement énergétiques. C'est vraiment très plaisant pour le chef et le public a beaucoup apprécié aussi. Ասում եմ, որ մեր երաժիշտները շատ էներգետիկ էին, շատ տեմպերամենտով էին, կարելի այսպես ասել, ու իր համար շատ հետաքրքիր էր աշխատել հայ երաժիշտների հետ, որ մի քիչ տարբեր էր ոնց որ իր համար նոր, որտեղ ես հասկանում եմ ինքը ինչ ասում, որտեղ այնտեղ մեր մոտ մի քիչ ավելի սառը, մի քիչ ավելի ուրիշ ձև, ավելի ու այստեղ իր համար շատ հետաքրքիր էր այդ տեմպերամենտով մարդկանց հետ աշխատելը, շատ լավ ու նաև ինքը նշեց, որ վիրտուոզ ու շատ լավ երաժիշտների հետ աշխատել է։ Et donc maintenant c'est la 3e fois, donc on commence à voir des têtes familières, on a des amitiés qui se créent, on revoit certaines personnes, on sait comment l'orchestre marche, on travaille différemment, on travaille plus efficacement et je pense qu'on obtient un meilleur résultat et je pense que le concert de ce soir va vraiment être l'accomplissement de 3 ans de travail les uns sur les autres. Հիմա արդեն երրորդ անգամն է եւ իմ համար sense ընտանեկան միջավայր ոնց որ լինի, թե օրկեստրի հետ աշխատելը, թե այստեղ լինելը։ Ու հիմա արդեն շատ ավելի հեշտ, շատ ավելի լավ ագնում ամեն ինչ, այդպես ու ինքը շատ ուրախ է ու այսօր շատ լավ համերգ ունենալու այդպես։ Իսկ ձեր համագործակցությունը առաջին անգամ է միասին, թե դուք առիթ ունեցել եք ելույթ ունենալ միասին։ Est-ce que c'est la première fois qu'on joue ensemble ou pas? En tant que soliste et chef d'orchestre, oui, mais on a beaucoup travaillé en tant que collègue, on a fait beaucoup de concerts en musique de chambre ensemble et on est amis depuis maintenant 2018, donc ça fait 8 ans. 2018, oui, voilà. Ça fait un moment. Ուրեմն մենք իրար հետ աշխատել ենք, մենք աշխատում ենք նույն օրկեստրում, Լիեժի թագավորական օրկեստրում։ Եվ մենք իրար հետ նվագել ենք շատ կամերային երաժշտություն, նվագել ենք իհարկե օրկեստրում, ամեն շաբաթ իրար հետ աշխատել ենք, բայց սա առաջին անգամն է, որ ես նվագում եմ որպես սոլիստ եւ մայստրոն չափատալիս, այսինքն սա առաջին անգամն է, որ այսպիսի համագործակցություն է։ Շատ լավ։ Ես ձեզ հարց ունեմ, որպես արտերկրում ստեղծագործող հայ երաժիշտ, ինչպես եք պահպանում հայկական ինքնությունը ձեր արվեստում։ Այ շատ հետաքրքիր հարց եք տալիս, ուրեմն ես ձայնագրել եմ ձայնասկավառակներ 4 ձայնասկավառակ եւ 3-ը եղել է հայկական երաժշտության, այսինքն մենք անընդհատ փորձում ենք հայկական երաժշտություն կատարել ու նաև ես փորձում եմ ծանոթացնել այն մարդկանց, ովքեր չգիտեն, չեն ճանաչում, օրինակ Ռալֆի հետ մենք պլանավորում ենք համերգներ կոմիտասի մանրանկներով, կվարտետով եւ անընդհատ փորձում եմ հայկական երաժշտությունը, չնայած հայկական երաժշտությունը ներկայացնելու շատ կարիք չունի, որտեղ հիմա բոլորն էլ գիտեն, բոլորն էլ մենք այս վերջերս օրինակ նվագեցինք Aix-en-Provence-ի Easter Festival-ում, այդ ու շատ այնտեղ նվագեցինք Խաչատրյանի կոնցերտ, այսինքն անընդհատ նվագում է հայկական ռեպերտուարը։ Կամ անցած տարի մեծ համերգ եղավ Խաչատրյանի բալետի երաժշտությունից հատվածներով ու հայկական երաժշտությունը ներկայացնելու շատ կարիք չունի, բայց ես միշտ փորձում եմ հայկական համերգի վերջում հայկական մի գործ նվագել, ասենք գոնե այդպես, բիսը որ հայկական լինի, այդպես։ Դրանք դուք ստեղծագործում եք Բելգիայում ու բնավ ես չեմ խոսում ձեր պրոֆեսիոնալության կամ փորձի մասին։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության սահմաններ դուրս հայրենիքից դուրս ելույթ ունենալը, ինչպես որ նաև նշեցիք, որ հանդիսատես այնտեղ մի փոքր այլ է եւ այլ են ընկալում համեմատած մերոնց հետ, իր բարդությունն ունի, համաձայն եմ, որովհետեւ ձեր ուսերի
դաշտերին, այսպես ասած, մեծ պարտավորություն կա ներկայացնելու մեր երաժշտությունը, մեր մշակույթը ու մաքսիմալ ճիշտ ամեն ինչը։ Բայց ամեն անգամ, երբ որ դուք գալիս եք Հայաստան, իմ կարծիքով ձեր մոտ լավ առումով իհարկե լարվածությունը միշտ կա, որովհետև վերադառնալով հայրենիք ու ամեն անգամ ելույթ ունենալով կարծես փոքրիկ քննություն լինի հայ հանդիսատեսի առաջ, որովհետև ամեն անգամ բոլորը տեսնում են, այ ինչպես է հրայրը, ինչպես որ ելույթ եք ունենում այստեղ, ասում են հենց այդպես պատվովել դուք ներկայանում եք արտերկրում, այդպես է թե ոչ։ Շատ լավ նկարագրեցիք, Հայաստանում ելույթ ունենալը միշտ շատ պատասխանատու է եղել։ Այս ընթացքում ցավոք սրտի 15 տարվա ընթացքում ես երկու անգամ եմ, այսինքն սա երկրորդ անգամը որ հետ եմ գալիս Հայաստան նվագելու նպատակով, բայց օրինակ այս օրկեստրի հետ, մեր պետական կամերային նվագախմբի հետ իմ պատմությունը շատ ավելի հետ է գնում, ես որ 17 տարեկան էի, առաջի օրկեստրի գործը ես սկսել եմ հենց այս օրկեստրում 17 տարեկանում առանց փորձառության, առանց ոչ մի բան ու այն երաժիշտները ովքեր հիմա էլ աշխատում են, եղել են sense մենթորների պես այն ժամանակ ու իմ համար շատ պատասխանատու է ու կապ չունի, ասենք Եվրոպայում մենք նվագում ենք մեծ դահլիճներում, այդ հուզմունքի կեսն էլ չկա, որովհետև այստեղ դահլիճում նստած են կոնկերները, բարեկամները, պրոֆեսորները ու պետք է ուղղակի շատ ամենալավ ձևով ներկայանաս ու շատ պատասխանատու է։ Երևի իմ համար ամենապատասխանատուն Հայաստանում նվագելն է, որովհետև դահլիճի կեսին ճանաչում ես ուղղակի, այդպես։ Շատ լավ։ Ֆելիքս, ես վստահ եմ, որ նման տիպ համագործակցությունները չունեն մեկ նպատակ կամ չունեն մեկ կարևոր ուղղություն, հա, այս համագործակցությունները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող եւ ստեղծագործող պրոֆեսիոնալ երաժիշտների հետ առաջին հերթին տալիս են մեծ հարստություն ու մեծ էներգիա մեզ հայ հանդիսատեսին, երաժիշտներին, ում հետ որ համագործակցում են, բայց իրականում, հա, այսքան ժամանակ ես միշտ հետևել ու տեսել եմ, թե եթե փորձենք ամփոփել, հա, նույնիսկ տարվա ընթացքում, թե ինչ արտիստներ են գալիս մեր մոտ, ինչ երաժիշտներ են գալիս պրոֆեսիոնալ, ովքեր են ներկայանում մեր մոտ, ահռելի մեծ աշխատանք է տարվում։ Այն հիմնական նպատակները, որոնք դուք միշտ դնում եք ձեր առաջ, հրավիրելով արտասահմանից այս արտիստներին, արդյոք հասնում ենք մեր նպատակին, թե ինչ-որ մի բան ի վերջո բաց է մնում, որովհետև եւ ժամանակի, եւ ռեսուրսի հնարավորությունը կարծում եմ այդքան էլ շատ չէ։ Լավ հարց եք տալիս, շատ։ Քանի որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը անընդհատ շատ ակտիվ է եւ տարվածքով մոտ 30-35 համերգ է ունենում Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, բնականաբար մեկ դիրիժորի հետ չենք աշխատում, անընդհատ հրավիրում ենք արտերկրից դիրիժորների, արտիստների, մենակատարների ու փորձում ենք նաեւ իրենց հետ համագործակցելով գալ մի ընդհանուր հայտարարի, որ նույն ծրագրի ընտրության հարցում մենք փորձում ենք այնպիսի ծրագիր ներկայացնել, որը հետաքրքիր կլինի մեր հանդիսատեսին, ինչ որ չափով որը ծանոթ է եւ գումարած դրան նաեւ այնպիսի ծրագիր, որը նոր է մեր հանդիսատեսի համար, այսինքն այդ միջոցով նաեւ ծանոթացնում ենք արտերկրում կատարվելիք ստեղծագործությունները, այն ստեղծագործությունները, որոնք հազվադեպ են Հայաստանում հնչում կամ ընդհանրապես չեն հնչել, օրինակ մենք մի քանի անգամ արդեն Գերմանիայից ժամանած դիրիժորների հետ անում ենք ստեղծագործություններ, որ 20 տարի, 30 տարի, նույնիսկ ավել Հայաստանում չեն կատարվել, բոլորովին վերջերս արեցինք Բրամսի Ռեքվիեմը, որը ավելի քան 30 տարի Հայաստանում չէր կատարվել։ Ու նմանատիպ ծրագրերը շատ են ու կարծում եմ, որ մեր հանդիսատեսին շատ հետաքրքիր է դա, որովհետև հնարավորություն է ընկնդրելու այն ստեղծագործությունները, որոնք այդքան դեռևս հայտնի չեն։ Ու բացի այդ պետք է նշեմ, որ ռեսուրսների առումով մեզ շատ օգնում է նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, այս անգամ եւս աջակցելով այս ֆրանկոֆոնիայի սերիան, որը 3 համերգից էր բաղկացած կամերային նվագախմբի համար, իսկ կամերային երաժշտության ազգային կենտրոնի համար բազմաթիվ էին համերգներ այս երկամսյակի շրջանակում, ու նաև նախորդիվ մենք 2 համերգ ունեցանք ֆրանկոֆոնիայի շրջանակում ներկայացնելու ֆրանսիական երաժշտություն, ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում։ Մենք ամեն տարի փորձում ենք ֆրանկոֆոնիայի համերգներից մեկը իրականացնել այո մարզերում։ Նախորդ տարի դա Գյումրին էր, այս տարի Վանաձորն էր, վստահ եմ, որ հաջորդ տարի եւս էլի մարզերից որևիցե մեկը կընտրենք ներկայացնելով այդ երաժշտությունը։ Իսկ համագործակցությունը արտերկրից դիրիժորների հետ միայն ուրախություն եւ ողջևորություն է պատճառում եւ մեզ, եւ հանդիսատեսին, եւ նվագախմբին։ Փորձի փոխանակում։ Այո, փորձի փոխանակում է, իսկ շարունակության առումով, որ ասում եք նպատակին հասնել, նպատակներից մեկը նաեւ այն է, որ երբ որ ստեղծում են լավ կապեր դիրիժորների հետ, նաեւ փորձում ենք այդ դիրիժորների հետ անել նույն կամ մի փոքր այլ ծրագիր արդեն Հայաստանի սահմաններից դուրս։
ու բազմիցս հաջողել ենք, որովհետև նախորդ տարի նաև նվագախումբը մեկնել է Եվրոպա հյուրախաղերի այդ համագործակցությունների արդյունքում։ Ես կարծում եմ, որ դա շատ թույլ կարծիք է, որովհետև վերջերս շատ հաճախ ենք լսում, որ ասում են դասական երաժշտությունը շատերին չի գրավում կամ հետաքրքիր չի, բայց ես ուզում եմ որ հակառակն ասել բոլորովին, որովհետև ի ուրախություն մեզ հերթեր են գոյանում հենց նմանատիպ համերգների համար տոմսեր գնելուն, նմանատիպ համերգներն են մարդկանց սկսել հետաքրքրել ու շատ բավականին երկար ժամանակ է ցավոք սրտեն ինչ որ մի զանգված որը որ նկատում է որ դասական համերգները միգուցե գրավիչ չեն կամ հետաքրքիր չեն, դա ամբողջությամբ կարող եմ ասել դա fake ու սխալ մտածելակերպ ու նորություն է։ Ես կուզեմ ձեր կարծիքը լսել, հա, որքանով եք դուք նկատում, որովհետև կարծում եմ դրան էլ եք ուշադրություն դարձնում, թե որքան է հետաքրքրվածությունը հայ հանդիսատեսի, ինչին է ավելի շատ գնում, ինչն ավելի շատ գրավում, որ համերգը էլ ավելի ուժեղ մեծ ֆիդբեք ունեցավ։ Երևի թե երբեք այդքան մեծ մասսայականություն չի վայելել դասական երաժշտությունը, ցավոք, բայց ինքը պետք է նաև իր ինչ-որ սահմաններում լինի, այսինքն մենք չենք կարող էլի այնպես անել, որ բոլորը գնան դասական համերգներ լսեն։ Բնականաբար ժանրերը տարբեր են, կարծիքները ու նախասիրությունները տարբեր են, բնականաբար մենք ձգտում ենք, որ այդ քանակը եւ հետաքրքրությունը շատանա մարդկանց, ովքեր հաճախում են իսկական դասական ակադեմիական երաժշտությունը լսելու։ Վերջին տարիներին շատ են միքսերը, հա, դասականը ջազի հետ, ռոքի հետ, ժողովրդականի հետ, դիջեյների հետ, չգիտեմ, այսպիսի ֆիլմերի երաժշտությունը դա շատ ավելի հետաքրքրում է մարդկանց, որովհետև ավելի ծանոթ է երաժշտությունը, ենթադրենք նույն ֆիլմերի երաժշտությունը բոլորը դա գիտեն, գալիս են, ուզում են լսեն այդ նույն հաճույքը ստանան, շոուի տեսքով եւ ոչ միայն մաքուր երաժշտությունը լսել, այլ նայեն էկրանին, չգիտեմ, ինչ-որ բան պետք է կատարվի, դա էլ է հետաքրքիր, բնականաբար դա էլ է կանչում մարդկանց, որովհետև շատերը գալիս են համերգին ու այդտեղ են գիտակցում, որ իրենց ֆիլմում, իրենց սիրելի ֆիլմը դիտելիս լսել են այդ երաժշտությունը, բայց չեն պատկերացրել, որ դա սիմֆոնիկ նվագախումբ է նվագում։ Մտածել են, որ համակարգչային ինչ-որ տեխնիկա է դարվում, բայց ոչ, դա նվագում է սովորական սիմֆոնիկ նվագախումբով։ Օրինակ, եթե վերցնենք Եվրոպա, Ամերիկա, եթե գնաք համերգներին, կնկատեք, եթե վերևում նստած լինեք ամֆիթեատրոնում կամ ավելի բարձր, վերևից նայեք, կտեսնեք ամբողջությամբ սպիտակ գլուխներ են։ Այսինքն այնտեղ տարիքային հաճախելիությունը մարդկանց ավելի բարձր տարիքի մարդկանց։ Բայց Հայաստանում երիտասարդները սկսել են իսկ Հայաստանում ավելի շատ երիտասարդությունն է գնում ու մենք էլ շատ փորձում ենք ներգրավել երիտասարդությանը, նրանց մեջ սերմանել սերը դեպի դասական երաժշտություն եւ կարծում եմ, որ օրինակ եթե մեր համերգներին ու առասարակ ոչ միայն մեր, այլև մնացած բոլոր կոլեկցիաներ, ովքեր Հայաստանում գործում են, իրենց համերգներն էլ որ գնաք, կտեսնեք, որ շատ ավելի շատ երիտասարդություն կա, քան Եվրոպայում կամ Ամերիկայում։ Շատ լավ, Ֆելիքս, շնորհակալ ենք շատ ձեզ, որովհետև իսկապես դուք ձեր ուսերին ու ձեր մեծ թիմով շատ մեծ պարտականություն եք վերցրել, ահռելի գործ եք անում ու ամեն անգամ մեզ եւ մեր հեռուստայտողին եւ մեզ հայերիս ուրախացնում եք այս լավ առիթներով, լավ համերգներով, լավ հյուրերով։ Կխնդրեմ հրայր փոխանցեք մեր հյուրին, որ անչափ շնորհակալ ենք, ճիշտ է, մեր եթերաժամանակը մի փոքր կարճ է, ցավոք սրտի ավել չենք կարող շփվել, բայց վստահ ենք կրկին հյուրընկալենք ձեզ եւս։ Շատ լավ, շատ շնորհակալություն, merci beaucoup pour être là. Voilà, c'est ça. Merci à vous. Շնորհակալություն։ Վաու։ Ես հավերատոմսեր այսօրվա երեկոյի համար։ Վաու։ Ապրիլյան ամիսը փակում ենք Շքեղագույն համերգով, այո, եւ ձեզ եւս կոչ ենք անում ապրիլի 30, այսինքն այսօր 19:30 Արամ Խաչատրյանի համերգասրանում կայանա ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։ Այսօր մի գնացեք սրճարան, մի գնացեք ինչ-որ միտեղ բարձր։ Գնացեք եւ ստացեք հոգեվոր սնունդ։ Instagram, TikTok դուրս եկեք այդ ամեն ինչից, ընկերներով, ամուսիններով, զույգերով գնացեք, մենակ գնացեք ֆանտաստիկ երաժշտություն լսելու, որովհետև այո, երաժշտությունը իսկապես մարդուն կրտում դաստիարակում է, բարիացնում է ու ամենակարևորը, ինչպես որ ասել եմ ու ելի կասեմ, ինչպես որ արևն է, ինչ տալիս է արևը ծաղիկներին, նույնը տալիս է երաժշտությունը մարդուն։ Շնորհակալություն ձեզ լավ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Մենք կրկին խոսելու ենք երաժշտությունից, ով էլ ներում մեր հաջորդ թուրը կիմանաք քիչ անց մնացեք մեզ հետ։